Բա ռուսաստանում ո՞նց եմ խոսում։ Ամեն օր ասի հարցի հետ կապի ես։ Անպայման, օրը 2-3 հետ։ Եվ ես եմ եդանում, ինքն է զանգում, մեծ խուչ է զանգում։ Ինքն է եդացնում, ասում եմ աղջիկ ջան, ես խել մոռացել։ Չիրա բալակ գոքնոցս հանեցել ոչ։ Տեխտոտա։ Քեզ կանգունա պահում, երիտասարդա պահում, սա այս բնությունը։ Դե ես չեմ կարող այդ ասեմ, ես երիտասարդա պահում, թե չէ, մեկ կողքից են ասում դու շատ կայտառ ես, դու շատ լավն ես։ Մենք էլ ենք տեսնում։ Լորվա կիրճի թանձր կանաչի դեպետի անդադար խշշոցի ու անտեսանելի հազար ու մի թելերի մեջ խճճվել մնացել է Լուսյան։ Մնացել է հակառակ հեռվում ապրող որդու ու հարսի ամենօրյա խնդրանքներին։ Նրանք քաղաք են կանչում Խոստանում հանգիստ ու հարմարավետ կյանք, բայց Լուսիայի համար այս կիսավեր տունն ու դատարկվող գյուղը պահելը սոս կեցություն չէ, այլ սուրբ առաքելություն։ Որդին օտարափերում մեծ համբավ ու էլ ավելի մեծ տուն տեղ ունի, բայց մոր համար այս կիսակառույց հարկի տակ ամփոփված հիշողությունները դեպետի ձայնն ու հարազատ հողի շունչն անգին են ու ոչ միայն։ Այս րոպեն Ռուսաստանի երեխեքս խնդրում են, բայց չեմ կարող դիք ենամ։ Ինձ գիտես ինչն է պահը։ Ինձ ըստ երեխի գրեզմանել ունեն։ Էդ է ինձ պահում։ Իմ տունն է պահում, եկել եմ տուն չենք ունեցել։ Զորոյից սկսել ենք մչերմի դարկիսատա։ Իմ ամուսինը 14 տարեկան այլ էր, որ հերնմերը մահացել են։ Տանջանքով, սուխի դրան, մերք որ տանա մի օր մի տեղ ամուսնացել ու շատ չարչարանքով էս տները շինել է։ Շատ չարչարանքով։ Ո՞նց թողամ գնամ։ Դուրը որ փագեմ գնամ, չեմ էլստի ոչինչ չի մնա։ Մաքուրոցը։ Մեր ջուրը ամեն ինչ էլ աժե։ Բայց Սարին ու այս կյանքին սիրահարվելը հեշտ չի եղել։ Ջահել տարիներին Լուսյան քանի անգամ է փոշմանել, թե ինչու քաղաքում մի պաշտոնավորի հետ չամուսնացավ, որ իր կյանքը չանցներ յայլաների, անձրևի ու մանրաշաղի տակ։ 40 տարի Սարերում կիթ է արել, խիտ մառախուղին սիրտը դողնկած շփոթահար հոտը փնտրել։ Պատահում էր երկինքը վայրկյանների ընթացքում էր գժվում, կայծակ ու կարկուտ բերում, ու ահագնացած քամին քշում տանում էր բինաների տանիքները։ Մեկ գայլն էր ոչխար փախցնում, մեկ արջը հարձակվում։ Հիմա դժվար օրերը անցել, գնացել են, բայց մեկ է հիշողությունները կապել են Լուսիային իր ուրթին, իր սառնորակ աղբյուրներին, իր սարերին։ 50 տուն որ կար, հիմի 4-5 տուն են։ Գնացել եմ Կռլնգի գոլը, մեր սարը, իրար հետ, ծապուտի ծաղով, շուլուխանելով, մի նմանի հետ շատ հարեբարավը, շատ, ես որտի գնացել եմ լավն են էլի, ես չգիտեմ դանչից մայնել։ Կայսյա կտվել տալիս էր կովերին սպանում, էտ էլ արել է։ Բերեմ էի մոթալ, բերեմ էի կարակը, բերեմ էի ճիլ պանիրը, էլ նիշտ էի բերին ընդյան, ավլուկ խաղեինք, հուսեինք, չորը ծնեինք, բերեինք, էտ էինք անում, ու ծնեինք խաղամ, դժվարա, շատ դժվարա, որ մտածում եմ, գնում եմ ես իմ ոտեր, մեր պապը նստել է բալկոնի դիվանի վրա ու ասել, գնացին դիհասա, գնացին դիան սոկոն բերի, գնացին դիան սինդրիկ բերի, գնացին դիան փափուկ խաղեցի, գնացի մասրի, ընդի գիտես ինչ մասուր կա, ամեն մի մասուրը, ահա, թե հենց ասել ու Ու պապա այդպես էլ գնաց իր հետ տանելով սարերի ու անտառների պատմությունները։ Միայն վերջերս Լուսյան հրաժեշտ տվեց կյանքի ընկերոջն ու նրան ճանապարհեց երկնային արքայություն, բայց այդ ահռելի ցավի ու դատարկության հետ մինչև հիմա էլ հաս չէ։ Ամեն անգամ պատշգամբի դատարկ թղթին նայելիս ականջներում նրա ձայնն է հնչում։
Պապը քանի կար գյուղից հեռանալու մտքին ինքն էլ էր դեմ։ Լուսիային էլ միշտ համոզում էր, որ իսկական գեղեցկությունն ու առողջությունը հենց այստեղ են՝ տեպետի մաքուր օդում, սառնորակ ջրում ու սարերի ծոցում։ 80-ն տատը այսօր քաղաքի ազգականներից հաճախ է լսում, թե այնտեղ աղմկոտ պատերի մեջ իր հասակակիցները կամ հիվանդ են, կամ էլ իրար հերթ չտալով հեռանում են կյանքից։ Դե արի ու գժվի, թողես ամենն ու գնա քաղաք։ Նրա համար այսօր աշխարհն է փոխվել, կյանքն է ուրիշ արժեք ստացել։ Ամիկվա կյանքը հեշտացել է, բայց միկվա հիվանդությունն ու տարապանքն ավելի շատ է։ Անդո որ միտեղ մի մեծ մարդ մերնեին ասեին, ես պրանգեղը մի մարդա մերել։ Մի մահը դարել է մի թիթերը կյանք, մարդի կյանքը, էլ գոչուն չունի մարդկությունը։ Անդովա խանութն ավելի առատ ու լիեր կանցը միկվա։ Համի քիմիա են կուտը, ոչ թե ինչ-որ բան են կուտը, քիմիա։ Անդով մեր ծեպական, մեր ստեղծածն ուտեինք, համի քիմիա են կուտում։ Դրա մելը մեր հիվանդությունը լիքնա։ Հա, մեր մանուկ հիվանդ են էլի, բա ինչ է։ Ձեթ են ուտում, բայց տնական յուղը չեն ուտում։ Այն ժամանակը մեր ստեղծածը ձավարա, փողինցա, ամեն ինչը, եղա, պանիրա, ամեն ինչը դաշնիցը, ջան։ Այսպես ամփոփող ու հաստատուն սարի պես Լուսյան խոսում քննադատում է ներկան ու իր համար երանելի անցյալը, բայց նոր օրերի հիվանդ ու քիմիական կյանքի դեմ 80 տատը իր դեղատոմսն ունի, ընտանիքի հարգանքն ու սերը։ Հա, ճիշտ է, երկու որդիներից եւ ոչ մեկը այսօր իր հետ չի ապրում, հարսներ, թորներ ու ծորներ ունի, որ գալիս գնում են, մենակ չեն թողնում, բայց չի կարող չասել, որ գնահատված ու սիրված մայր է, տատիկ ու սկեսուր։ Դրանից առավել բախտավորություն իրեն պետք չի։ Ու եթե կյանքի դժվարությունների մեջ Լուսյան իրեն ինչ-որ բանով բախտավոր է համարում, ապա դա իր տունն ու անունը շեն պահող հարսներն են։ Նրանք, որոնք քաղաքի փայլուն կյանքին չեն խաբվել ու Լուսիայի տված գյուղական դաստիարակությունը վերցրել, իրենց հետ մեծ քաղաքներ են տարել։ Ես երկու հարս ունեմ, երկուսն է Սաբաբով են։ Իսկ գոհել։ Աստված մենակ այդ մի բանն է ինձ բախտաբար տվել, որ ես թավուր հարսներ ունեմ։ Իմ հարսները ինձ ուժ են տալի։ Ինչպիսի հարսներ են, անող, լող։ Անող, տնող են, ես մենց հարսս ես բանավանի։ Դաշտ կնա դաշտը, ինքը կիրտ սվորած դիպլոմով աղջկա։ Բայց չի ասիլ իմ թերնի դիպլոմ կա, ես գնամ միտեղ աշխատեմ կամ բան։ Դաշտելա գնացել, հմիել, ինքը չաստում աշխատողա պովրա, պովրի օգնական ավելի։ Իրա ազատորերն էլ կգնա ծիրան կքաղի, կգնա դամբլ կքաղի, կգնա դաշտը բանկանի, որ իրա մա երկու կոպեկը ծեղծել։ Իմ հարցները երկուսներ աշխատող են։ Շատ։ Քո նկատմամբ։ Բա, օրը միլիոն հետ ինձ զանգում ա Ռուսաստանի հարցս։ Մի վարկյան ինձ չեն մոռանում։ Տա դու ես այդ հարգանքը վաստակել։ Իրանցում կա։ Ինչքան ուզում եմ ես վաստակեմ, եթե իրանցում չլի, ինչքան ուզում ես դու վաստակի։ Ըստիան Ռուսաստան իմ հարցն ինձ հացնում է, մամ ես ինչ բանս եմ անում, մամ ես ինչ բանս հեանեմ, կամ պոտանամ ինքը 33-4 տարվա հարցն է։ Կամ պոտանամ, մամ ես ինչ բանս ոնց անեմ հեանեմ։ Հեշտ է, համիկվա հարցները կյանքը հեշտ է, բահունդով ապետ, համիկվա հարցները Մենք ձերի հետ կենում էլ չէ։ Բախի չեն կենում։ Ես իմ չեն ազատ։ 14 տարի իմ երկու հարցն իրար հետ ապրել են ստանը։ Երկու եղա, մինն ունեցել, երկուսը մինը։ Իմ հարցների ձենը դուր չեկել գեղամը, մատնացույցանեն ասեին, հանիչքի հարցների օրինակ բեկալ եք, ձենը ու դուր չի գալ իրար հետ ապրում են։ Դե մտան թե հմիկվա կեսուրու հարսը որնա մաշուն անում։ Չէ, Լուսյան ինչպես հասկացաք հարսների արև է երդվում, բայց մի քիչ նախանձում։ Ինքն էր, որ ամառ ձմեռ հեռու աղբյուրների հերթերից տուն չէր գալիս։ Եկած ժամանակ էլ մի գոմ կով էր կթում, հետո այդ կովի կաթը մշակում, ձեռքերը հոգնեցնում ու այդպես մի ողջ կյանք։ Հիմա գյուղի կյանքը ինչ է, որ խաղ ու պարասում եմ։ Երևակայի աղջիկ վախտվանից եմ աշխատել, ինչերցորս էլ աշխատում եմ։ Որտեղ ես աշխատել։ Սովխոզում, կորխոզում։
Կարտոշկա ենք մշակել, խոտ ենք հավաքել սովխոզի հիմա։ Բանվորություն ենք արել, ոնց որ գնում ես շոշոմը բանվորություն անում, մնացել մենք ենք դաշտամը բանվորություն արել։ Գնացել ենք հանդ, մալինա քաղել, մոշ քաղել, բլդրան քաղել, շուշվիկ քաղել, գնացել ենք աճար հավաքել, կաղին հավաքել։ Տանջանքով ենք արել, դրա մեր հեշտ չէ կյանքը։ Եթե լավ եկել եկել լավ, տաներ կա, պլուս դրած, ամեն ինչը կա։ Այդ չչարվի լինում էր պետք է, բայց որ չարչարանքով եմ արել, տանջանքով եմ արել էլի։ Լուսիայի ողջ կյանքը եղել է անդադար պայքար հանուն ապրուստի, բայց այսօր, երբ հետ է նայում իր անցած ճանապարհին, տեսնում է, որ միայն իր կյանքը չէ, որ փոխվել է։ Մարդկությունն էս կողմերում էլ է վերանում։ Փոխվում է ամեն բան, բնությունը, նիստուկացը, մարդկային հարաբերությունները։ Հարազատ գյուղը այսօր տուրիստական մեծ կենտրոն է դարձել։ Ամեն քայլափոխի հյուրատներ ու հյուրանոցներ են բուսնում։ Լուսիան տեսնում ու լսում է, թե ինչպես են մեքենաները լցված աշխարհի տարբեր անկյուններից իրենց գյուղ գալիս, իրենց գյուղի մաքուր բնությունը վայելելու։ Նա գիտի ամեն բան հիմա ավելի շուտ կփոխվի ու ներսում ցավով ափսոսում է, էս ինչ դարձավ աշխարհը, այն աշխարհը, որտեղ վաղվա բարեկամն ու հարևանը այսօր թշնամի են դարձել, որտեղ տարիք ու հարգանք չեն ճանաչում։ Եթե չարացած չլին, Աստվածը ստարբար կանալ չէր։ Աստծու դեմ ենքան բաներ արին, որ ժողովուրդը Աստծու ծերես թեքեց, դրամ էլ Աստվածը իրանց է երես թեքեց։ Չեմ մտածել, որ սա կլինի, միշտ ասում եմ լավը կլինի, միշտ լավն եմ արել, միշտ բարի եմ ելել կողքինի նկատմամբ, ով ինչքան չարություն արել, ես բարություն եմ արել։ Լուսիայի աչքից չի վրիպում նաև, որ հիմիկվա երեխաները, ջահելները իրենց երիտասարդության տարիների համեմատ ավելի քան խորամանկ, հաշվենկատ ու աչքաբաց են դարձել։ Դրա համար էլ բարկանում է, չամուսնացած թոռներ ունի, որոնց այդպես էլ ամուսնացնել չի կարողանում, դե որովհետև մի խելոք շնորհքով հարսնացու չի գտնում։ Հիմիկվա այն 2 տարեկան ընդովա մենք ընդովա այս 2 տարեկան չափ խել չենք ունեցել։ Շատ։ Հա, բայց մի հատ լավ տնտղում են։ Դրամ էլ իմ թորները սուբահ են։ Չեն ամուսնանում։ Ինչի։ 4 տղա ունեմ ամուսնանող։ 3 տղա մի տղինս այ մի տղինս։ Հանդավանդի միամիտ, հնդով չի մեն միամիտ էլ, հոմենակ և մինը չի միամիտ էլ։ Միամիտ էլ ապրել են էլի։ Մերս ասեր 5 աղբերին, հերթով ջուր ուզեին, մչել ջուրը տեի, իմ ճաշը սար չեր։ Թազամիներ են մնի հերթը գեր։ Այ ընդովը թե այլ էր, մի հարցին են ով կարա ճնշի, խոսալ մի, խոսկանալի, խել, նելա մարդ դուել։ Ասում է երևի թե հարսնացու գտնելը իր խելքի բանը չի, թեպետ հույս ունի, որ գոնե այս տարի թոռներից մեկի ականջը կկտրի, մի լավ կաթնակեր, իր ու հարսի պես անող, ըլնող շնորհքով հարսնացու կգտնի։ Իսկ պապից հետո երեխաները ստիպեցին գոմը դատարկել ու իրեն հեշտ կյանքով ապրել։ Դե երեխաները այդպես գիտեն, բայց ինքը հանգիստ պարապ մնացողներից չէ։ Հիմա էլ երեխաներից թաքուն հանդեր է գնում, օր անցկացնում։ Դե այգու բերք ու բարիքի մշակության մասին ընդհանրապես խոսք չկա։ Նրա այգին միշտ խնամված ու առատ է եղել, այդպես էլ կմնա, քանի դեռ Լուսիայի աչքը բաց է, ասում է ու մեզ ճանապարհ գցում։ Հա, անձրևը թողանով որ բերք լի։ Ահա։ Ինչ անում տալ։ Սայսը հետ հողում չի որ աճի, արև չանում որ բանը, օրինակ բիբարը շատ դժվար աճողա, դժվար բաները, բայց դե թողում չի, արև չանում որ արևը բանանի։ Հետո տաչան թեպետը խոնավ խուղա, չէ։ Հա, բա ինչ աս, ջուր այել իչիմ։ Ինձ մեծ կգատի խովցնին զարթող։ Դու մեծ չես, բայց տատիկ։ Բա ինչ եմ։ Մազը հետ սպիտակա, բայց հոգիդ երիտասարդ։
Հարգելի հետևորդ, եթե դեռ բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել ու ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը։ Անհայտ մանրամասներ, Արտաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս սանահին երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։